2015 թվականի ցեղասպանության ուրեմն արդյունքն է, դա այն է, որ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի պետությունները, այսինքն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ռուսական կայսրությունը հստակ հայտարարություն են արել հայոց ցեղասպանության հետ կապված, իհարկե ցեղասպանություն բառը չօգտագործելով, որտեղ այդ 15 թվականի գարնանը սկսած ջարդերը իրենք որակել են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ։ Նախաձեռնողը եղել է ռուսական կայսրությունը, Ռուսաստանը, այն ժամանակվա արտգործնախարար Սազոնովը հեռագիր է ուղարկել ուրեմն Լոնդոնում և Փարիզում իրենց դեսպաններին և ասել է հետևյալը, գրել է հետևյալը. ստացվել են նոր տեղեկություններ ասիական Թուրքիայում տիրող անիշխանության և թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների մասին։ Բարեհաճեք առաջարկել ֆրանսիական անգլիական կառավարությանը մեզ և Անգլիայի և Ֆրանսիայի հետ համատեղ դիմում հրապարակել ուղղված օսմանյան կառավարությանը, որի մեջ անձնական պատասխանատվությունը, սա շեշտում եմ, հայերի կոտորածի համար կդրվի Թուրքիայի մինիստրների խորհրդի բոլոր անդամների, այսինքն թուրքական կառավարության, ինչպես նաև այդ իրադարձություններին առնչվող քաղաքացիական ու զինվորական պաշտոնատար բոլոր անձանց վրա։ Սազոնովը այդ հեռագիրն ուղարկել է դեռևս 15 թվականի ապրիլի 15-ին, այսինքն դեռևս մինչև ապրիլի 24-ին մեր մտավորականության ձերբակալումն ու հետապնդումը Կոստանդնուպոլսում և Օսմանյան Թուրքիայի այդ տարածքներում։ Համաձայնեցվել է բնականաբար այդ տեքստը և մայիսի 24-ին ընդունվել է մի համատեղ ուրեմն հայտարարություն բոլոր 3 մայրաքաղաքներում առանձին, որտեղ մատնանշելով այն վայրերը, որտեղ տեղի ընթանում էին հայերի նկատմամբ կոտորածները, Անտանտի 3 պետությունները հայտարարել են հետևյալը. ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններից Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սրանով հրապարակայնորեն հայտարարում են Թուրքիայի կառավարությանը, որ իրենք, այսինքն 3 պետությունները, այս հանցագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա տեղական ներկայացուցիչների վրա, որոնք հանցակից են նման կոտորածին։ Իդեպ մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններ տերմինը հենց առաջին անգամ օգտագործվել է այս հայտարարության մեջ։ Սա միջազգային քրեական իրավունքում այժմ էլ արդիական հասկացություն է, որով պատժվում են բոլոր են հանցագործությունները, որոնք չեն հանդիսանում մի կողմից ուրեմն ցեղասպանություն, մյուս կողմից չեն հանդիսանում ուրեմն պատերազմական հանցագործություններ։ Այսինքն այս հանցագործությունները ուղղված են այն էթնիկական, կրոնական եւ այլ հատկանիշներով կազմավորված խմբերին, որոնց իրավունքները կոտորեն խախտելով հումանիզմի սկզբունքները խախտվում են համապատասխան տերության կողմից։ Հետևաբար այս հայտարարությունը շատ կարևոր նշանակություն է ունեցել հետագա ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար եւ ինչպես արդեն նշեցի, Լենկինը, որը մշակել է այդ կոնվենցիան եւ 1945 թվականից սկսած ներկայացրել է փորձագիտական ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ միասին կոնվենցիայի տեքստը, որապես տպավորված է եղել հենց 1915 թվականի իրադարձություններով։ Իդեպ Լենկինի մահվանից հետո, Լենկինը, եթե չեմ սխալվում, 1959 թվականին է մահացել, գրել է մի ինքնակենսագրական գիրք, որը իր կենդանության օրոք չի հրապարակվել, Լենկինը այդ գրքի ձեռագիրը տանելուց է եղել
հրատարակչություն, երբ որ Նյու Յորքում անգարում պարզապես գիտակցությունը կորցրել է, որից հետո մահացել է։ Այդ գիրքը հրատարակվել է համատաբար արդեն մի 12-13 տարի առաջ, 2013 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այդտեղ ուղղակիորեն մենք առաջին անգամ տեսնում ենք, որ հենց Լեմկինը իր ձեռքով, իր բառերով խոսում է հենց այդ իրադարձությունների մասին, որ հենց առաջին հերթին հայկական ցեղասպանությունն է իրեն դրդել, մտածելու թե ինչու է հնարավոր, որ մեկ մարդու սպանությունը պետությունը դիտարկում է որպես հանցագործություն, բայց միլիոն մարդու սպանությունը դիտարկում է ոչ որպես քրեական հանցագործություն։ Լեմկինը եղել է հայտնի իրավագետ, իրավագիտության դոկտոր 1926 թվականից, սովորել է տարբեր համալսարաններում եւ երբ որ իր պրոֆեսորներից մեկին, որը ամենայն հավանականությամբ լեգ նացիոնալիստ է եղել, հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ պետությունը կարող է իր քաղաքացիներին ոչնչացնել, պրոֆեսորը պատասխանել է, դե գիտեք ինչ կա, դա պետության իրավազորության խնդիրն է, պետության ինքնիշխանության խնդիրն է, եւ եթե նրանք ապստամբ են կամ չեն ուրեմն համակերպվում տվյալ երկրի ուրեմն իրավակարգին, ապա նրանց կարելի է ոչնչացնել։ Լեմկինի վրա շատ մեծ ազդեցություն է թողել 1921 թվականին Թելերյանի կողմից Թայլատի սպանությունը։ Մինչ այդ Լեմկինը գրում է, որ ինքը ապշած էր, որ 1919 թվականին Մալթայում գտնվող թուրքական պատասխանատուներին անտատը հենց այնպես բաց թողեց։ Զարմացած էր եւ դա հենց առիթ հանդիսացավ 15 թվականի իրադարձությունները, 21 թվականի Թեյլերյանի սպանությունը, դրանից հետո 26 թվականին Պետյուրայի սպանությունը, որը պատասխանատու էր ուրեմն հրյաների սպանության համար Ուկրաինայում, որ ինքը զբաղվի այդ խնդիրներով։ Եվ պատեհարույթը իր համար ներկայացավ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1944 թվականին նա գիրք գրեց, որտեղ առաջին անգամ առաջարկեց ցեղասպանություն տերմինը, մտածելով, որ դա իսկապես սարսափազդու ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա, ցեղի սպանություն, այլ ոչ թե միայն մեկ մարդու կամ անձանց սպանություն, եւ ինչպես արդեն նշեցի, ՄԱԿ-ի այդ կոնվենցիայի մշակման ժամանակ նա առաջատար դեր է խաղացել։ Իդեպ իր հիշողություններում շատ կարևոր մի դրվագ կա, որը ինձ շատ է տպավորել։ Լեմկինը լինելով իսկական հումանիստ եւ մտածելով այն մասին, որ կոնվենցիան հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի, 1950 թվականին նույնիսկ դիմել է Թուրքիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, ասելով, որ գիտեք ինչ կա, դուք հիմա այլ Թուրքիայի ներկայացուցիչներ եք եւ եթե դուք վավերացնեք այդ կոնվենցիան, դրանով դուք ինչ որ ձևով ձեզ կսահմանազատեք այն ոչրագործություններից, որոնք որ կատարվել են Օսմանյան կայսրությունում։ Եվ Թուրքիան 1951 թվականին միացել է կոնվենցիային։ Ընդ որում ինչքան ես նայեցի առանց որևէ վերապահումների։ Եվ իր օրենսդրության մեջ էլ ցեղասպանությունը որպես հանցագործություն նախատեսել է։ Իհարկե մենք գիտենք Թուրքիայի ժողովրդական վերաբերմունքը հենց հայոց ցեղասպանության նկատմամբ, դրա վերաբերյալ այսօր բնականաբար խոսակցություն կլինի, բայց ուզում եմ ընդգծել, որ ցեղասպանության կոնվենցիան իր ակունքներով, իր գաղափարական հիմքերով առաջին հերթին իր աչքերի առջև նկատի է ունեցել հայոց ցեղասպանությունը։ Դրա համար էլ այդ ցեղասպանության կոնվենցիան մեր համար կարևոր է այն առումով, որ մենք դիվանագիտական քայլեր ենք ձեռնարկել, ինչպես պարոն Մամիջանյանը նշեց, անցյալում, ոչ թե ցավոք սրտի հիմա, որպեսզի ցեղասպանության երևույթը դատապարտվի եւ հիշվի մարդկության կողմից, եւ եթե լինեն նաեւ համապատասխան
միջազգային հարաբերություններում համապատասխան պայմաններ, իսկապես կիրառվի նաև այս ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաև Արցախի մասով։ Վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի, չխառնել ՄԱԿ-ի միջազգային արտադրության դատարանի հետ նախկին ուրեմն դատախազ Օկամպոն համապատասխան փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել Արցախում տեղի ունեցած 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ դրանք դիտարկել էր որպես ցեղասպանություն։ Այստեղ, եթե ես ժամանակ ունեմ մի քանի րոպե, ես անդրադառնամ ցեղասպանության հասկացությանը, որովհետեւ պարզ լինի, որ ցեղասպանության տակ մենք նկատի չունենք միայն ուղղակի ազգային, էթնիկական, կրոնական որևէ խմբի սպանությունը, ոչնչացումը, այլ ցեղասպանությունը շատ ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է բացի ֆիզիկական ուրեմն ոչնչացումից նաեւ այնպիսի արարքներ, որոնք սահմանված են կոնվենցիայի ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի Սույն կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը։ Թվարկում են 5 գործողություններ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակից ոչնչացման մտադրությամբ։ Այսինքն սա քրեական այնպիսի հանցագործություն է, որը որ անզգուշությամբ այսպես ասենք չի կարող լինել, պետք է լինի հստակ մտադրություն ցեղասպանությունը բազմակերպողների եւ իրագործողների տեսանկյունից։ Եվ այդ ցեղասպանության գործողությունները 5-ն են ըստ կոնվենցիայի երկրորդ հոդվածի։ Առաջինը դա բնականաբար նշված խմբի անդամների սպանությունն է, այսինքն այն ինչ որ մենք ունենք 15 թվականի ցեղասպանության պարագայում, բայց կան նաև 4 այլ ուրեմն գործողություններ, որոնք բնորոշվում են որպես ցեղասպանություն ըստ այս կոնվենցիայի։ Երկրորդը դա խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելն է։ Երրորդը, եւ սա կարևոր է, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Չորրորդը դա մանկածնության կանխմանը միտված միջոցառումներն են եւ 5-րդը երեխաների բռնի փոխանցումը մարդկանց մի խմբից մյուսի։ Հիմա երրորդ գործողության ձևը որևէ խմբի համար կյանքի այնպիսի միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, ըստ Օկամպոյի ուղղակիորեն կիրառելի է 2023 թվականի դեկտեմբերից սկսած Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների վրա, որովհետև դրանց նպատակը եւ դիտավորությամբ կատարվածը ուղղակիորեն վերաբերել է նրան, որ դրանով Ադրբեջանը փորձել է արցախահայության համար ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման։ Այն հանգամանքը, որ իրենք դուրս են եկել կամ իրենց թույլ են տվել դուրս գալ այդ տարածքից, չի նշանակում, որ կառավարությունը նման մտադրություն չի ունեցել։ Եվ այստեղ կարևոր է նաև կոնվենցիայի մեկ այլ հոդված, երրորդ հոդվածը, որը սահմանում է, որ պատժելի են ոչ միայն այն արարքները, որոնք ինքնին ցեղասպանություն են, այսինքն այն 5 գործողությունները, այլ նաև ցեղասպանության ձև են հանդիսանում, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, այսինքն երբ որ մենք հավաքվել ենք Ալիևյան կլանով ու որոշել ենք, որ պետք է բլոկադա իրականացնենք, որպեսզի իրենք կամ ոչնչանան, կամ թողնեն հեռանալ իրենց երկրից։ Ինչպես նաև ցեղասպանություն կատարելու փորձը։ Ակնհայտ է, որ Արցախյան պատերազմի ժամանակահատվածում եւ դրանից առաջ 1988 թվականից սկսած նման փորձեր Ադրբեջանի կողմից կատարվել են։